Տիկին Մուկուչյանի չէ կատարվում այստեղ 3 տարի առևտրի կենտրոնից են հեռացնում Սամվել Կարապետյանի նկարով պաստառը, հիմա այստեղ այս Dalma Garden Mall-ի վրայից ինչով են հիմնավորում ըստ ձեզ հիմնավոր է թե ոչ նաև իրենց։ Ներկային մենք ներկա ենք մի իրավիճակի, երբ ոստիկանության աշխատակիցները ներխուժել են կարելի ասել սեփականության մեծ պատկանող տարածք առանց որևէ տեսակի թույլտվության, առանց որևէ հիմնավորման, առանց նույնիսկ գրավոր կամ բանավոր փաստարկների, դեռևս չունենք որևէ ինչ-որ հիմնավորում կամ պատճառաբանություն, թե ամենը ինչի հետևանքով կամ ինչի հիմքով է տեղի ունենում, դեռ սպասում ենք։ Տեսեք, իրենք ասում են, որ գովազդի մասին օրենքի խախտում է, բայց չկարողացան համենայն դեպս ինձ դրություն բացատրել, թե կոնկրետ ինչ են գովազդում այս պաստառով։ Գիտեք, օքեյ, եթե մենք դիտարկում ենք սա գովազդի տեսանկյունից, այդ դեպքում 37-ին որոշումը միանշանակ կիրառելի է, բայց ինչքանով է սա հանդիսանում գովազդ։ Այսինքն սա սեփականության իրավունքով մեզ պատկանող պատի վրա, արտաքին պատին փակցված պաստառը, որը համապատասխան պայմանագրի հիման վրա մենք տրամադրել ենք համապատասխան տարածքը, որ բերեն փակցնեն պաստառը։ Հիմա եթե նայում ենք պաստառի բովանդակությունը, այստեղ տեսնում ենք ամենը Սամվել Կարապետյանի Dalma Invest ընկերության հիմնադիր բարեկորդ վարար լուսանկարը ներքևը ազատություն Սամվել Կարապետյանին գրությամբ։ Այսինքն քաղաքական ակցիա է ավելի շատ երևի, հա։ Ոչ, քաղաքական ակցիա սա ինչի հանդիսանում, սա որևէ քաղաքական կոչ իրանից չի ներկայացնում, սա որևէ քաղաքական մեկնաբանում իր մեջ չի պարունակում, սա ընդհանրապես արշավ է։ Իրազեկման արշավ, որ հանրությունը իրազեկված լինի։ Շատ լավ։ Հիմա եթե գովազդի մասին օրենքի տակ չի մտնում, բա ինչի տակ է մտնում։ Դուք ինչ թույլտվություն պետք է ստանաք կամ արդյոք կարիք կա թույլտվություն ստանալու թե ոչ։ Եթե մենք այստեղ փակցնենք գովազդ, որը կտեղավորվեր ամբողջությամբ գովազդ տերմինի մեջ, իսկ գովազդ տերմինի հասկացություն տրված է Հայաստանի Հանրապետության գովազդի մասին օրենքով, եթե լիներ այդ հասկացության մեջ տեղավորվող որևէ պաստառ, միանշանակ ես համաձայն կլինեի ձեզ հետ, որ մենք պարտավոր էինք օրենքով սահմանված կարգով ունենալ համապատասխան թույլտվություն։ Բայց եթե մենք այս բանի խոսում ենք ընդհանրապես իրազեկման արշավի մասին, իրազեկման արշավի դեպքում խոսել ուղղակի այդ ամենը կապել ինչ որ գովազդի մասին օրենքի հետ եւ այլն, ես սա անհետաչություն եմ։ Մի բան չտամ, իսկ այստեղ նախկինում ինչ գովազդներ են եղել, ինչ ընկերություն եւ պայմանագիրը լրացել է հետո դուք եք այստեղ կախացել խնդրել եք Նախկինում եղել են գովազդի հասկացության մեջ տեղադրվող պաստառներ, այսինքն գովազդվել են կոնկրետ ապրանքանիշի, կոնկրետ բրենդի, կոնկրետ հագուստներ, որոնք ուղղորդել են հասարակությանը, հա, օգտվել, գնել եւ այլն ներկայացրել են այդ բրենդի այդ ապրանքանիշին պատկանող վաճառքը չեմ հագուստ կլինի, կոշիկ կլինի, ինչևէ այդ գովազդների բարեկան բնականաբար իրենց խնդրել եք հեռացրել են որ ժամանակը որ այս պաստառները կախեք թե իրենց այդ պայմանագիրը ժամկետը լրացել է ժամկետը ինչքանով մենք ընկնում ենք լրացել է այսօր ամսի 1-ն է հետեւաբար տարածքը դատարկ է իսկ փոխհատուցման բանջ ներկայացնել եք քանի որ փաստորեն վնասում են մի բան որի վրա գումարից վարձել եք միանշանակ եթե պատճառվի վնաս այդ ամեն ինչը ունենալու է իր հետևանքները ընդ որում ես ես նաև նշեմ, որ այս բայդրությամբ որևէ իրավական հիմնավորում մենք չունենք թե ամեն ինչու է տեղի ունենում։ Այսինքն իրանց միակ հիմքը, հա, միակ պատճառաբանությունը, այսպես ասած, այն է, որ մենք թողեք տղանենք, կհեռացնենք, դրանից հետո արդեն դուք կարող եք դիմել դատարան, կարող եք դիմել մարդկանցների պաշտպանի գրասենյակ, ընդ որում մի եւս մենք արդեն զեկուցում ենք տվել։ Այսինքն post factum հետևանքները փորձեք վերալ։ Այո, բայց եթե մենք post factum-ով ենք դիտարկում, դա եւս ինչպես նշեցի, իրավական քաոսի է վերածվում, որովհետեւ դրանից ուղղակիորեն ներողություն հետևում է, որ մեր հանրապետությունում ով ինչ ուզի կարող է անի, հետո նույնիսկ զբաղվել, այո, այսինքն նույն բան հաստատվում, ինչ ուզում եք արեք, ամենաթողություն թող լինի, իրավական քաոս թող լինի, հետո վերացրեք դրա հետևանքները։ Հնարավոր է որ այստեղ գովազդի մասին օրենքի կամ այլ համապատասխան օրենքների բաց կա, որովհետև ոնց որ թե գովազդի մեջ չի մտնում, այլ օրենք էլ չկա, չգիտեմ ոնց ասա կարգավորվում։ Չեմ կարծում, որովհետև նորից նշում, եթե սա լիներ գովազդի որևէ տարատեսակ, որը չլիներ կանոնակարգված գովազդի մասին օրենքով կամ նույն ինքը 37-ին որոշում, ես համաձայն կլինեի ձեզ հետ, կասեի այո, գուցե պետքա վերանայվի, գուցե պետքա որոշակի ինչ-որ տարատեսակ հա ներկայացվի որպես, չգիտեմ, այս գովազդը տեղաբաշխվի օրենքի մեջ, ստացվի, որ սա առանձին տեսակի, առանձին տիպի գովազդ է։ Բայց եթե մենք պնդում ենք մեր դիրքորոշումը, որ սա չի կարող պարզապես, հա, ազատություն Սամվել Կարապետյանին, ինչ է իրենց ենթադրում, ինչ է գովազդը։ Մի հատ իրենց տեսանկյունից էլ նայենք, այդ տրամաբանությամբ ուրեմն կարելի է այսպես շենքերի հանրային նշանակության շենքերի ճակատային հատվածում ցանկացած բան գրել, կարող է նույնիսկ էթիկայից դուրս ինչ-որ պաստառներ լինեն, թե ցանկացած Dalma Invest ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող շենք է, սա առևտրային համալիր, զվարճ առևտրային համալիր։ Բայց ինքը որ հանրային նշանակություն ինչ է, հանրությունը գալիս է օգտվում է եւ նաեւ տեսնում է այս շենքի
պատին փակված տարբեր բաներ։ Այսինքն այդ տրամաբանությամբ եթե նայենք հասկացանք գովազդ չի, բայց ցանկացած բան կարող է օրինակ ինչ-որ մեկը փող ունի, նկարը փակցնի, իր մասին ինչ ուզի գրի օրինակ։ Դա ինչ-որ կարգավորող նորմ է, դա եմ ասում։ Դա արդեն կլինի այլոց իրավունքներն օրինական շահերը ոտնահարող որևէ պաստառ կլինի, չգիտեմ, ուրիշներին վիրավորանք կամ այլ կոչեր բարունակ, բռնության կոչեր եւ այլն կարգավորող նորմեր, նորից եմ նշում, իրազեկման ակցիայի դեպքում չկա։ Իրազեկման ակցիայի մեջ ձեր նշածը չի կարող որևէ կերպ տեղանել։ Այսինքն ամեն անհատ, ինչպես նաեւ նշեցի, այս բարակայում ամեն անհատ օրինակ իր մասին կարծում չի կարող գալ հասարակության իրազեկել, ասել հեսա ես եմ այսին պաստառն կամ եթե այդ ամեն ինքը փակցնում է իր սեփականության իրավունքով օրինակ իր տան պատին, այդ բարակայում արդեն դա իր խնդիրն է։ Եթե դա չի լինում, գովազդը ինքը չի գովազդում իր կողմից մատուցվող որևէ ծառայություն, որևէ գործողություն, այ օրինակ չեմ ես փաստաբան ես ինչ անեմ, ես իմ ծառայություններն եմ գովազդում։ Այդ բարակայում այս ամենը արդեն դրիվ այլ իրավահարաբերությունների դաշտ է։ Եթե մենք դիտարկում ենք սա բացառապես որպես իրազեկման արշավ, այս բարակայում դա չի տեղավորվում եւ նույն հաջողությամբ ես մի բան էլ նշեմ։ Անկեղծ ասած իմ մոտ դեռևս բաց մնացել են հարցը, թե ոնց է որոշվում հեռացման հերթականությունը։ Այսինքն եթե մենք դիտարկում ենք այդ հեռացման հաջորդականությունը ըստ օրինակ համայնքի տարածքում գործող գովազդների կամ Երևան քաղաքում գործող այդ բարակայում Երևան քաղաքում ես անձամբ ականատես եմ եղել մի շարք պաստառների, որոնք ուղղակիորեն դեմ են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։ Օրինակ, չգիտեմ, Թմրանյութեր գովազդող մի շարք պաստառներ կան քաղաքում տարածված։ Վաղտին եթե երևի թե 2-3 ամիս առաջ ականատես եմ եղել Պուշկին փողոցում, ինքս ահազանգել եմ, ասել եմ ոչ թե Թմրանյութի ուղղակիորեն գովազդ, այլ փակցված է եղել QR կոդ, որով, հա, ես անձամբ չեմ փորձել, բայց նրանք ովքեր որ իհարկե չեն գործել, այո, բայց դա կոնկրետ պրոպագանդա է նաև գնման է։ Այդ բարակայում արդեն դա դեռ ուրիշ հարց է, եթե այս տարիներ էսպես կամ այդ տիպի ինչ-որ կոնտեքստով QR կոդով եւ այլն մենք այս բարակայում դեռ ուրիշ բան կնենք։ Իբից ասացիք իմել եք արձագանքել են։ Մի պիծ արձագանքել են, համապատասխան գրավոր փաստաթղթերը պետք է հանձնենք, որից հետո նոր հաջորդական քայլերը արդեն կարվեն։